Ու այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Եվ ընդդիմության գլխավոր օրակարգ իմ կարծիքով պետք է լինի դա։ Պարզ ասեմ, Նարեկ ջան, սահմանագծման սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Ուղիղ հարցնում են, դա չեն ժպտում։ Պատրաստվում են չունենալով համապատասխան քվե փոխել սահմանադրությունը։ Գիտեք, ես ակնհայտ տեսեք, պատական չէր ինքը հայտարարում սեպտեմբեր պատերազմ։ Ինքը աշնանն է խոսք տվել, բայց բնականաբար ինքը փորձելու է որքան կարող է ժամանակ ձգել։ Էսել ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստ չի այս բագաժով, այս ստացած քվեով, այս ընտրություններով ակնհայտ մանդատներ գողացված կարողանա այս օրակարգը սպասարկել։ Դրա համար իր համար բավականին դժվար է լինել։ Պարոն Սաղաթելյան, Հայաստան խմբակցությունը նախորդ գումարման խորհրդանում է ելի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով էր այդ 5 տարիներին չստացվեց։ Հիմա ինչ նոր գործիքակազմ եք կիրառելու, որտեղ էլի խորհրդարան պլյուս փողոց կամ փողոց պլյուս խորհրդարան էլի ձևաչափն եք առաջ տանում։ Դե տեսեք, դրանից արդյունավետ ձևաչափ չկա, նոր հեծանիվ ստեղ պետք չի հորինել։ Բայց կներեք դա չաշխատեց։ Ես չաշխատեց, որտեղ մեր ուժերը չբավարարեց։ Եթե կարողանանք ավելի լայն ընդգրկուն կոնսոլիդացիա տեղի ունենա, վստահ եմ, որ կստացվի։ Ուրիշ տարբերակ չկա պարզապես։ Ես ներողություն անհամեստության համար դեռ չենք տեսել նոր գործողություն, նոր ելույթ, նոր անելիք մի բան, որ մենք նախկին շրջանում չենք արել։ Այսինքն իրականության մեջ բավականին բարդ վիճակի մեջ ենք գտնվում, բայց այս է ուղղությունը, այս է ճանապարհը։ Ինչքանով կարողանանք դա իրականացնել, կախված է մեր աշխատանքից, ընդդիմադիր ուժերի հասկացողությունից, ըմբռնումից եւ վճռականությունից։ Պարոն Սաղաթելյան, այդ ոչի ճակատին զուգահեռ նաեւ հայտարարվում էր ընդդիմության միասնական հանրահավաքի մասին։ Ի վերջո այդ հանրահավաքի ճակատագիրն ինչ եղավ կամ սպասվում է, լինելու է, չի լինելու, հանդիպեցին քաղաքական ուժերներ։ Գիտեք, ես դեկտեմբեր ամսին ազգային ժողովից, հիշում եք, պաշտոնական հայտարարություն եմ արել այդ մասին։ Ես շարունակում եմ պնդել, հիմա չեմ ուզում նորից հետ գնալ, ինչ եղել է, բայց որ այս իշխանությունը, որ ունի աննորմալ պետական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, ուժային կառույցներ, սրան դիմագրավելու համար առանցին հնարավոր չի բավարարում ուժերը։ Դրա համար անկախ տարաձայնություններից, անկախ շատ հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքից կան առաջնային օրակարգեր, որտեղ պետք է լինել միասնական։ Հիմա անունը ոչի ճակատ կդնենք, ինչ կդնենք այդ կարևոր չի, կարևորը լինի այդ փոխըմբռնումը ու միասնությունը, նորից եմ կրկնում, մեզ պարտադրվող օրակարգերը ազգային հարցերում մերժելու համար։ Բայց ուզում եմ հասկանալ, պարոն Սաղաթելյան, այդ նախկինում հայտարարված միասնական հանրահավաք այդ ոչի ճակատին է վերաբերում։ Չէ, այն ժամանակ խոսքը գնում էր ընտրություններից առաջ միասնական ուժերով պայքարելու եւ այլ։ Ոչի ճակատի այդ առաջարկ եղել է մի 7-8 ամիս առաջ։ Հիմա էլ գիտեք, որ ընդդիմության տարբեր միավորների կողմից տարբեր արձագանքներ կան։ Ես կարծում եմ դա տեղի ունենալու։ Մոտավորապես որ թվականին կկարողանաք Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Որքան շուտ, այնքան լավ։